Երբ որ Հայաստան եկա, ես արդեն Հայաստանը տեսա իբր ապրելու երկիր։ Եվ ապրելու երկիր տեսնելը ուրիշ է, քան տուրիստի աչքով տեսած երկիրը։ Ես բյուզանդն եմ, Մկրտիչի եմ, ծնվել եմ Բեյրութ, մեծացել եմ Բեյրութ, աշխատել եմ Բեյրութ եւ Դուբայ եւ հայրենադարձվել եմ 2020-ի ամռանը Հայաստան վերջնական վերադարձի նպատակով։ Հայաստան վերադառնալու պատմությունը միշտ էլ կա բոլոր սփյուռքահայերի մոտ այդ տպավորությունը միշտ կա, որ պետք է մենք վերադառնանք մեր երկիր։ Քանի ինչ ոնց էլ դրսում ապրեք, դրսում ապրողը ինքը լավ գիտի, որ դա իրը չի, ինչքան էլ ինքը այդ երկրի պատկանելիություն ունի։ Ես օրինակ միշտ ասում եմ լիբանանցի սկալս իմ համար լիբանանցի եմ, միշտ էլ եմ, այդ չեմ փոխի, բայց մի օր կարող է արթնանամ, ինձ ասեն, որ քո երկիրը էսի չի, դրա համար գնա քո երկիր։ Այդ չի լսելու նպատակով միշտ բոլորս ունենք այդ իղծը, որ մենք վերադառնանք Հայաստան։ Սկզբնական նպատակս այն չէր, որ այստեղ մնամ, բայց հետո պատերազմը սկսվեց, պատերազմը սկսվելուց հետո ես ավելի ոնց ասեմ, ավելի վստահ եղա, որ պետք է մնամ այս երկրում։ Իրականում են ապրելու երկիր, որ տեսա Հայաստանը, եւ այդ ամեն դժվարությունները, որ տեսա, որ ժողովուրդը ապրում է, ես ասացի, այստեղ պետք է մենք ինչ-որ միջոց ստեղծենք, որ մենք ապրենք այս երկրում եւ մարդոց ցույց տանք, որ այս երկիրը կարս ապրես, բարձրապես պետք է մի քիչ ավելի աշխատես դրա համար։ Այդ պատճառով էլ Հայաստանում մնացի իմ որոշումի վրա եւ Հայաստանը տեսա որպես հնարավորություններու երկիր, Հայաստանը եղավ այն երկիրը, որ ինձ տա այդ հնարավորությունը, որ ես աշխատելու արդյունքում ինչ-որ բան կարողանամ ստեղծեմ, շատ ավելի ուրախ եմ, որ իմ երկրում եմ ստեղծում այդ ամեն ինչը եւ կարողանում եմ իմ ձեռք բերած փորձը ինչ որտեղ նաեւ օգտագործեմ, որ այդ նաեւ իմ երկրի համար լավ անունով դուրս գա այդ ամեն ինչը։ Դրա համար ես աշխատել եմ այդ ամեն ինչը անել այստեղ, ոչ թե ուրիշ երկրում։ Ես Scale-up-ի համահիմնադիր եւ գործադիր տնօրենն եմ, իմ գործընկերների հետ միասին հիմնել ենք Scale-up-ը։ Scale-up-ը իրականում ինչի արդյունքում ստեղծվեց։ Ես երբ որ ավարտեցի իմ պրոֆեսիոնալ կարիերան, ասեմ, աշխատելով ինչ-որ տարբեր ֆիրմաներում, որոշեցի անձնական բիզնեսի գնալ, որտեղ որ ես տեսնում էի պահանջարկ։ Իսկ պահանջարկը կայանում էր այն դրա մեջ, որ մենք վաճառքներում Հայաստանում լուրջ խնդիր ունենք, թե մասնակիցների, թե վաճառքներու մոտեցումների, թե այդ ամեն ինչին։ Եվ տրեյնինգներ էի անում, այն ժամանակ հասկացա, որ դրա պահանջարկը կա եւ մենք կարողանանք այդ ամեն ինչի կարծրատիպը փոխել մարդկանց մոտ։ Scale-up-ը աշխատում է 2-3 ուղղություններով, մեկը վաճառքների outsourcing-ով, երկրորդը digital transformation-ով, տարբեր բիզնեսների e-commerce կառուցումով, տարբեր բիզնեսների, ինչպես նաեւ տրեյնինգներով։ Այսինքն մենք նաեւ վերապատրաստում ենք այն մարդկանց, որոնք որ կամ ֆիրմաների կամ ընկերությունների, որոնք որ ուզում են իրենց թիմերը վերապատրաստեն վաճառքների ուղղությամբ։ Customer service վաճառքներ եւ այդ դարձավ Scale-up-ի հիմնական 3 ուղղությունները, որոնց վրա մենք աշխատում ենք այսօր։ Ես որ Բեյրութից եկա Հայաստան, նաեւ դրանից առաջ ապրել էի 7 տարի Դուբայ, Սաուդի Արաբիա, Կատար, այսինքն արաբական երկրների մեջ։ Այդ փորձը ուզեցի բերել Հայաստան, բայց այս հասկանում ենք, որ այդ change-ը, փոփոխությունը մի օրում մարդ չի կարող անի, պետք է մի քիչ համբերատար լինեք, պետք է մի քիչ ավելի հասկանաք, որ այստեղ մարդիկ ուրիշ ձևով են աշխատում, որը որ շատ ավելի կարող է էֆեկտիվ է, քան քո իմացածը, այսինքն այս շուկան կարող է այդ պահանջում։ Բարձրապես մոտեցումներով փոփոխություն ա մի քիչ, որ պետք է արվի։ Այդ ամեն ինչը ես բերեցի Հայաստան, այդ ակնկալիքով, որ ոչ թե եկել եմ փոխելու, այլ համագործակցելու մարդկանց հետ, որը կարա շատ ավելի լավ արդյունք ստեղծի, քան ստիպես մարդկանց որ փոխվեն, քանի որ թե մարդը 20 տարին մի բան անում, իրեն մի օրում չես կարող փոխես, հետի հստակ է ինձ էլ եթե մեկը ուզի հիմա փոխել, չեմ կարող փոխվեմ մի օրում։ Այստեղ պետք է դու մոտեցումները հասկանաս, ոնց ճիշտ ներկայացնես, ոնց համբերատար լինես, ոնց շուկան քո հետ սկսի վստահել քեզ։ Այդ ամեն ինչը անելու դեպքում հնարավորությունը միշտ էլ կա, ստեղծվելու է հնարավորություն մարդը կորձանի, բիզնես ունի կամ նույնիսկ աշխատի ինչ որտեղ, որը որ իր համար գոյատևելու կամ ապրելու լավ կյանք ապրելու հնարավորություն տա։ Ես շատ երկար աշխատեցի այդ բանի վրա, որ պետք է մարդիկ ճանաչեն, որ դու ինչ կարաս արդյունք տաս։ Երբ որ ինչ-որ արդյունք տաս, դրանից հետո մարդիկ քեզ ճանաչում են։ Ես միշտ ասում եմ, ոչ թե միայն դրսից եկող հայերի վրա այդ օրինակն եմ բերում, նաև մեր երիտասարդ սերունդին։
Հայաստանում ավարտող, նոր համալսարանը վերջացնող ավարտող այդ երիտասարդների, որ տեսեք դուք պետք է զրոյից սկսեք։ Չի գա դենց բան, որ դուք պետք է միանգամից միլիոններով փող ստանաք։ Այդ չի լինելու կյանքում, պետք է սովորեք, պետք է ցախողվեք, պետք է մի հատ էլ սովորեք ու սկսեք զրոյից։ Ես միշտ ժամանակ եմ տրամադրում եւ էսի շեշտելու եմ այս անգամ էլ եւ միշտ եմ շեշտում հասարակական գործունեության վրա ես ժամանակ եմ տրամադրում հոգ չէ թե ես իմ այդ անձնական իմ կյանքից եմ զիջում ինչի քանի որ եթե մենք հասարակության հետ դայրեկտ չաշխատենք մեր համար կմնա այդ միան մեր ունեցածը պետք է կիսվենք մարդկանց հետ եւ դա մոդեցումներու տարբերությունն է որի մասին ես միշտ խոսում եմ եթե դու ինչ որ բան գիտես եւ կարծում ես որ դա կարող օգտակար դառնա մի 1000 մարդու պետք է դու կիսվես դրանով երիտասարդների հետ շփումը ես միշտ էլ սիրել եմ աշխատել եմ երիտասարդների հետ առիթ եմ տվել երիտասարդներին որ իրենք էլ սովորեն ինչ որ բան որը որ չգիտեն քանի որ այսօր ամբողջ երիտասարդը ինքը համասարանը ավարտում է այն ակնկալիքով որ ինքը աշխատանք գտնի բայց այդ աշխատանքը ով է տալու իրեն եթե ինքը փորձ չունի պետք է միշտ այդ մարդկանց դու քաչալերես աշխատեցնես մի քիչ դիսցիպլինի վարժեցնես որ այս կյանքը համասարանը չի կյանքը ուրիշ է եւ իր դժվարությունները ուրիշ են այլ երկրում ստեղծելը կարճաժամկետ նորից եմ ասում փող հասկացողության մեջ ինքը կարող է շատ ավելի մեծ հնարավորություն ներկայացնի բայց ինչ արժեք ես դու ներկայացնում այդ երկրում այդ հավասարա զրոյի այսինքն դու ոչ մի արժեք չունես այդտեղ ինքո նման մի 1000 2000 3000 100,000 կա այսինքն դու էլ թիվ ես այդ թիվերից մեկն ես կարող է փող աշխատես եւ լավ փող աշխատես բայց ոչ մի արժեք չստեղծես այդ երկրում իսկ եթե դու անում ես այդ Հայաստանում փոքր երկրում դու կարող ես արժեք ստեղծես արժեքները ստեղծելը շատ կարեւոր է այն իմաստով որ այն մարդիկ որ քո հետ աշխատում են իրենք են քեզնից ինչ որ բան սովորում ոնց որ դու ես իրանցից սովորում թե գործընկերները թե աշխատակիցները թե մրցակիցները բոլորն էլ իրարից բան սովորում են եւ այդ արժեքը շուկան է զարգացնելու այդ արժեքը անուղղակիորեն զարգացնելու է մարդոց մտածելակերպը բիզնեսի հանդեպ այսինքն բիզնեսը վերածվում է արդեն ոչ թե միայն կարճաժամկետ փողի այլ երկարաժամկետ համագործակցությունների Հայրենիթության մեջ ամենակարևոր կտորը որ դու անում ես ինչ որ բան նաեւ հետը ստեղծում ես արժեք եթե այդ ամեն ինչի ամեն ինչը ընկալել ես եւ հասկանում ես որ դա կարևոր գործ է դրսում ապրելու արդյունքում դու աշխատում ես հա անձնական տեսանկյունից ինքը լավ է բայց դու աշխատում ես ոչ քո երկրում մի օր մի հատ մարդ եւ ասել են առաջին անգամը չի որ էսի ասում եմ մարդը ասել է իմ երեսից որ դու հայ ես դու երկու երկիրը կնա այսինքն ինքը ինչքան էլ դու իր համար նույն հավասար քաղաքացին ես ինքը քեզ ասելի է դու հայ ես գնա դու քո երկիր այստեղ քո երկիրը չի ուրիշ երկրներում դու քանակ ես մարդ թիվ այստեղ դու կարաս ինչ որ լավ արժեքներ ստեղծես եւ այդ լավ արժեքները մարդուց վրա կարա աստի լավ ձևով այդ ամեն ինչը հաշվի առնելով ես ասում եմ որ Հայաստան հայրենադարձվելը նաեւ առաքելություն է ոչ միայն ներդրումի իմաստով ես միշտ սպիրկայր իմ ընկերներիս ասում եմ փող ուղարկելով դուք այստեղ ոչ մի բան չեք փոխում եկեք ապրեք այստեղ ապրեք տենց կփոխեք ինչ որ բան կամ տենց կհասնեք ինչ որ նպատակի բայց եթե փող եք ուղարկում ոչ մի բան չի փոխվելու իրականում հա կարող է մի բան փոխվի բայց այդքան մեծ արժեք չի ստեղծելու ինչքան որ մարդը կա այստեղ ապրի մենք մարդու պակաս ունենք ոչ թե միան փողի խնդիր ունենք մենք մարդ էլ պետք է ունենանք այստեղ որ կարա այդ ամեն ինչը անի եւ սովորի եւ գոյադեվի այս երկրում ամեն երկրում էլ լավն էլ կա, վատն էլ կա։ Դուք պետք է հասկանաք, որ էսի մեր երկիրն է, եթե մենք չարեցինք, օտարը չի գալու մեզ համար ինչ-որ լավություն անի, մենք ենք անելու միան։ Չեմ ասում, որ ամեն եկող այստեղ լավություն անում, եկողը կարող է վատություն էլ անի, բայց ես ասում եմ եկեք, առաջին ամենակարևոր բանը եկեք Հայաստան ապրեք։